քանի ծառ է տնկվում, իսկ ծառեր են սրանք ու արդյոք կպչողականության հետ կապված ինչ-որ խնդիրներ չեն լինելու։ Տեսեք, նախ սկսեմ կպչողականությունից։ Այդ մտավախությունները, որ կա, ես իհարկե հասկանում եմ, որ ժողովրդի շրջանում կա, որովհետև տասնամյակներ շարունակ որոշակի մեծ քանակություններով մանր տնկիներ են տնկվել Երևան քաղաքում, որից կարող է 10 հատը նույնիսկ կպչողականություն չի ապահովել եւ այդպես էլ ծառ չի դառել։ Վերջին 3 տարիների ընթացքում մենք սա մեր 5-րդ ուրբան անտառն է։ 4 անտառները այլևս իրականություն են։ Մենք հայտարարում ենք ընդհանուր Երևան քաղաքում կպչողականությունը 94-95%։ Սա չլսված բան է։ Սա շատ ստուգելի մեծություն է, որովհետև եթե թողնենք այս 5-րդը իր տեղում, ես խոստացել եմ եւ շուտով մայիս ամսի սկզբին հրավիրելու ենք բոլոր լրատվականներին եւ քաղաքացիներին այն նախորդ 4 ուրբան անտառները, որտեղ կատարվել է հազարավոր ծառերի տունք եւ մեր քաղաքացիները եւ լրատվամիջոցները կփոխանցեն մեր քաղաքի բնակիչներին, որ այլևս այդ քաղաքային անտառները իրականություն են եւ կպչողականությունը կազմում է 94-95%։ Եվ ահա սրանով պայմանավորված մենք կասկած անգամ չունենք, որ այստեղ էլ ենք ունենալու բարձր կպչողականություն, որովհետեւ ինչպես քաղաքապետը ասեց, նախորոք անցկացվել է ոռոգման համակարգ, հողի տարբեր փորձաքննություններ, այդպես անկապ ծառ տնկել, փոսփորել, այդպես չի լինում։ Այստեղ մենք պատրաստվել ենք, մասնակցել են մեր գիտնականները, կազմել են սխեմաներ տնկման, այդտեղ շատ նրբություններ կա, որ հիմա մենք չենք մտածում, օրինակ են քարքարոտ մասերում տնկվում են նշանիներ, ավելի ֆասադային մասում տնկվում են դեկորատիվ ծառեր, այսպես կա մասնագիտական մի շարք նրբություններ նաև, որոնց կիրառման արդյունքում է, որ այդ նոր ստեղծվող քաղաքային ուրբան անտառները իրավունք ունեն ապրելու հետագայում եւ իհարկե լուծելու մեր քաղաքի, մեր բնակիչների համար մեծ խնդիր։ Ո՞րն է լինելու Հաջորդ մեծ ծրագիրը լինելու է հաջորդ շաբաթ եւս մեկ անտառային շերտ, ինչպես հայտարարել ենք, չափերը դեռ հստակեցված չէ, ես ասեմ 2-ից 3 հեկտարի սահմաններում, դա լինելու է աշտարակի կողմից Երևան մուտք գործող, այսպես ասած, այն ռազմվիլկաների հատվածում, ինչպես մենք հայտարարել ենք, մենք կարծում ենք, որ քաղաքի ուրեմն ծայրամասերից, Երևան քաղաքի սահմաններից դուրս բավականին մեծ նույնպես շինարարություն է գնում, կան այնտեղ հանքեր որոշակի եւ մենք կարծում ենք, որ նաեւ այդտեղից է փոշին մուտք գործում Երևան քաղաք եւ մեր գեր նպատակներից մեկը Երևան քաղաքի այդ մուտքերի մոտ ունենալ անտառային շերտեր, պաշտպանելու համար Երևանը, Երևանամերձ տարածքի հանքերից եկող փոշուց։ Եվ ահա այդ մեր հայտարարած ծրագրի շրջանակներում ընդամենը երևակայինի 5 օր անց, դա կլինի երևի ամսի 23-ին, կտնկվի եւս մեկ քաղաքային շերտ ուրբան անտառ աշտարակի կողմից Երևան մուտք գործող հատվածում։ Այնտեղ էլ օգտագործվելու են հացենիներ, ուրեմն կատալպաներ, պտղատուներ, մի շարք դեկորատիվ, նաև պտղատու ծառատեսակներ։ Ես մոռացա պատասխանեմ ձեր հարցին եւ բոլորին կհետաքրքրի ինչ ենք տնկել հիմա այստեղ։ Այստեղ տնկվում է 800 պտղատուներ, որոնցից հիմնականում ծիրանենի, խնձորենի, սալորենի եւ նշենի։ Օրինակ ծիրանենին եւ նշենին հատուկ է բերված։ Սա էլ կրկնեմ, որովհետեւ այն քարքարոտ հատվածում, կներեք, եւ թթենի։ Քարքարոտ հատվածներում տնկվում են թթենիներ, նշենիներ, հիմնականում որոշ մասում ծիրանիներ եւ ինչպես ասեցի սալորենիներ։ Կա ընդամենը 50 տանձենի, քանակը քիչ է, դրա համար չնշեցի։ Դեկորատիվ ծառատեսակների մասով այս մեծ 10-15 տարեկան ծառերը, սրանք ձիակասկեր են, այսինքն ժողովրդական լեզվով ասեմ, այդ կաշտաններն են, որոնք շատ գեղեցիկ ծաղկում են, որոնք սոսիների նման մեծ սաղարթ են ձևավորում, հսկա ծառեր են եւ տեսեք հատուկ է տնկված, որպեսզի այս հողը հետագայում փակի այս աստիճանավանդակները։ Սրան հաջորդում են այս ծառերին, հաջորդում են ուրեմն սոսիները, մեծ քանակությամբ սոսիներ է տնկվում, կատալպաներ, ձիակասկեր, օգտագործվել է կեյլեթերիաներ, այսպես ասած
օճառածառը, որը նույնպես շատ չորադիմացք ունի, սաֆորաներ, որը նույնպես շատ չորադիմացք ունի, այսինքն յուրաքանչյուր ծառ, ինչը օգտագործվել է այստեղ, Երևան քաղաքում տասնյակ տարիներ աճում է, իրեն լավ է զգում, կհիշեք Սիգարոնի գործանի մոտի մեր կաշտանի ծառը, որ ծաղկում է ինչ չքնաղ։ Այ տեսեք, ամբողջ ճանավանդակների երկու կողմերով եւ փողոցին հարող մասերով լինելու են այդ կաշտանները, դիակասկերը, որ այստեղ ապահովելու է մեծ ստվեր եւ իհարկե, նորից եմ կրկնում, ապահովելու է նաեւ գեղազարդություն։ Իսկ արդեն մեջի մասերում պտղատուներ։ Արդյունքը տեսանելի երբ է լինելու ձեզ մոտավորապես։ Այստեղի տեսանելի արդյունքը կարծում եմ, քանի որ դիակասկերը եւ սոսիները եւ սաֆորանները բավականին մեծ ծառեր են տնկել, մենք այս տարի ամռանը արդեն այստեղ կունենանք որոշակի հատվածներում, նամանավանդ ֆասադային հատվածներում, բավականին լավ ստվերային հատվածներ, իսկ լանջերում, որտեղ տնկել ենք պտղատուներ, մի 3 տարուց հետո բոլորս էլ ունեցել ենք մեր բակի, մի 3 տարուց հետո ամբողջ այս 6 հեկտար տարածքը արդեն ապահոված կլինի թե ստվերով եւ թե կանաչ զանգվածով։ Ինչ վերաբերվում է նախորդ 4 քաղաքային ուրբան անտառներին, մենք անպայման ձեզ հրավեր ենք ուղարկելու բոլորիդ։ Մայիսի սկզբին դա կլինի, հրավիրելու ենք մի էքսկուրս կազմակերպելու, քաղաքապետարանը տրամադրելու է ավտոբուսներ, կարծում եմ քաղաքապետարանի դիմացից հրավիրելու ենք թե քաղաքացիներին եւ կխնդրեմ գան բոլոր լրատվականները եւ շրջելու ենք այդ հայտարարված անտառային հատված, Եռաբլուրային հարող լանջեր, մարզահամերգային համալիր, հաղթանակ զբոսայգու տակի հատված եւ ուրեմն Նորք Մարաշի, Նորքի երբեմնի այգիներ։ Գնալու ենք, տեսնելու ենք, որպիսի այդ կներեք կեղծարարները, այդ կեղծիքներ տարածողները վերջի վերջո ձայնները կտրեն, որովհետև ես էլ եմ լսում սոցհարթակներում, թե ինչպես են ման գալի մի ամբողջ 6 հեկտար տարածքի մեջ հայտնաբերում 1, 2, 3, 4 ծառ, չոր, եւ դա հայտնվում է սոցիալական ցանցերով, գիտեք, դա ինձ չի բարկացնում, բայց ես ուղղակի մտածում եմ մեր հանրության համար, ազնիվ չէ կեղծիքներով անընդհատ հանրությանը պահել ստրեսների մեջ, այդ բացասական էներգիան անընդհատ հաղորդել հանրությանը, որը նաև անում են երբեմն, այսպես այդ թելը թելում են նաև որոշակի լրատվամիջոցներ։ Եվ վերջ դնելու համար այդ մանիպուլյացիաներին մեզ շատ բան չի բաժանում, մի 10 օր։ Մենք ցույց կտանք այդ անտառները, տեսնենք այն ժամանակ ինչ են խոսելու։